Բրահիմ Դիասը ունենալով Մարոկոյի արմատներ, արաբական արմատներ, հրաժարվում է հանդես գալուց Իսպանիայի հավաքականում, ընտրում է Մարոկոյի քաղաքացիություն, սկսում է խաղալ Մարոկոյի հավաքականում, դառնում է թիմի առաջատարներից մեկը Հակիմիի հետ, հարձակման գծում տոտալ առաջատար, թիմին ֆանտաստիկ ֆուտբոլով հանում է եզրափակիչ, ու երբ որ գալիս է ամենակարևոր պահը, ճիշտ ասում եմ, որ Աֆրիկի եզրափակչում մինչև 11 մետրանոց ինքը ստվերի տակ էր, բայց հնարավոր է, շատ անգամներ են մեծագույն ֆուտբոլիստներ ստվերի տակ մնացել ամբողջ խաղի ընթացքում, վերջում հանդիպման երկլուծել։ Ունկերներ, նայեք, երբ որ նշանակվում է 11 մետրանոցը, ու երբ որ է սկանդալը տեղի է ունենում, Բրահիմ Դիասը, սենց ասեմ, ինքը ստանում է ֆանտաստիկ շանս գրելու իր պատմությունը ոսկե տառերով։ Ֆանտաստիկ շանս։ Մարոկոն ընդամենը մեկ անգամ է հաղթել, ինչքան էլ զարմանալի, Աֆրիկայի գավաթին հաղթել է մեկ անգամ, նույնպես ինչպես Սենեգալը։ Վերջին վայրկյաններն են։ Մարոկոյում ես դու։ Ստադիոնը Մարոկոյում է, ամբողջ երկրպագուական բանակը քո կողքին է։ Դու կանգնած ես 11 մետրանոցի շեմին, հա, հարվածի շեմին։ Թիմին վերադարձնում է Սադիո Մանեն, որ խաղացեք։ Դուք հասկանում եք, եթե այդ ամեն պատասխանատվությունը իր մարմնի վրա զգալ Բրահիմ Դիասը այդ պահին, ինքը ուղղակի պետք է իրացներ 11 մետրանոցը, հաղթանակ պարգևելով իր հավաքականին, այդ ամենից հետո միևնույն է ես գոլ եմ խփում, իմ հավաքականին ես սարքում եմ չեմպիոն, ես հրաժարվում եմ Իսպանիայից, ես գալիս եմ Մարոկո խաղալու իմ արմատների համար, ես խաղում եմ լավ, դառնում եմ թիմի առաջատար, հանում եմ թիմին մրցաշարի եզրափակիչ, ինքս իրացնում եմ սկանդալային եզրափակչում 11 մետրանոցը, ես ազգի հերոս եմ, բոլորը իմ մասին խոսում են որպես ազգի հերոս։ Բրահիմ Դիասը ակտիվացնում է իր մեջ, չգիտեմ հայերեն ոնց կարելի է այդ բառը ասել, բայց ռուսերենում շատ ճիշտ բնութագրող կա, պիժոնստվը։ Փոքրիկ տղային իր մեջ ակտիվացնում է, սառնասրտությունն ու պատասխանատվությունը մոռանալով, ու պանենկա է անում, որը որսում է Էդուարդ Մենդին։